խեղճ աղջկա հետ կապված այդ Լիդիա բանը, Մանտաշյանի։ ես ուզում եմ մեր հանրությանն էլ ասեմ, աղջիկ տեղը ինքը ավելի մեծ հազարավոր տղամարդու բանա, որ ասում եմ դեր է կատարում, որ հազարավոր տղամարդիկ էլ այսօր լռած, որ թաքնված կամ վերցրած տարբեր շահեր բանարած սենց հարմարված ապրում եք։ Նայեք այդ աղջկան բոլորդ ամաչեք։ Վաղվա օրը ձեզ ասելիք չեք ունենալու, ես լուրջ եմ ասում։ Այդ աղջկա այսօրվա պահվածքով ես հպարտանում եմ, բայց հպարտանում եմ, գիտեք, հնարավորություն չունեմ։ Այսօր հենց հնարավորություն, ես ասում եմ, ինձ փոխեք այդ աղջկա հետ։ Այդ նույն մեղադրանքները ինձ վրա դրեք։ Ավելի դաժան դրեք, բայց այդ աղջկանը բաց թողեք։ Ես չեմ կարող, ինձ համար դժվար է, ծանր է այդ որ բաները տամ։ Ինձ էլի բաներով են այդ մարդկանց խոսքի մեղադրանքներ առաջ ներկայացնում։ Նույն մեղադրանքները Թուրքի կողմից մեր գերիների բանն է, մեղադրանքներն են։ Նույն էլի այդ բանով, այդ ձևաչափով, նույն էլի մեղադրանքները մեկ առ մեկ քո պետության մեջ, քո հայրենիքի մեջ, նույն մեղադրանքով ես պատժվում, այսօր դու կարաս հանգիստ ապրես, եթե ոչ մի տեղ չխառնվես, ոչ մեկին չքննադատես, քո էությունը համաձայն լինես, որ դու ազգություն չունենաս, բայց լավ ապրես, այդ պարագայով ասում են ապրեք։ Բայց եթե դու խոսում ես, քո պայքարում ես կամ այս մեկը, նույն ձևել քեզ դատում են, ոնց որ թշնամին քեզ դատում է խոսքի էսիմիկվա մեր գերիները, որ գտնվում են Ադրբեջանում։